Դուք դիտում եք հեռանկարը։ Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը։ Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում, պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա։ Իշխանությունն էլ հակառակն է հայտարարում։ Ասում են, որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում։ Այս եւ նաեւ արտաքին թեմաների շուրջ զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Դուք ինչպես եք վերաբերվում առհասարակ հեծի շուրջ ստեղծված այս իրավիճակին, ընդհանուր գնահատականով սկսենք։ Դե ինքը մեծ հաշվով ժամանակը փոխվել է, նոր տեխնոլոգիական զարգացումներ կան։ Ընդհանուր եմ ասում, արհեստական վանականության հետ կապված որոշ ներդրումային ծրագրեր պետք է իրականացվեն, պետք է ամբողջությամբ վերանայվի էլեկտրոէներգիայի սպառման տրամաբանությունը, մոդելը, մատակարարման մոդելը, որակը ակնհայտորեն այս ամեն ինչի համար անհրաժեշտ են ներդրումներ, ակնհայտ է, որ ռուսական ծագում ունեցող եւ կամ ռուսական շահառու կամ Ռուսաստանի արմատներ ունեցող ընկերությունները ելնելով օբյեկտիվ միջազգային իրավիճակից, պատժամիջոցների ցանկից, ունակ չի դա անել, որովհետեւ մասնավորապես դրանց հետ ոչ մի լուրջ ընկերություն չի համագործակցել, լինի դա Siemens-ը, լինի դա բան, ոչ մեկ։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք, իսկ մենք իրականում ոչ միայն ուզում ենք, դա մեզ համար քրիտիկական է, որպեսզի էլեկտրոէներգիայի մատակարարումը թե բաժանորդներին եւ թե բիզնեսին ինքը լինի համապատասխան 21-րդ դարի կներեք, բայց արդեն առաջի քառորդը վերջացել է։ Մենք արդեն պետք է խոսենք 21-րդ դարի կեսի մասին։ Հետո մեզ հիմա 2050 թվականը ավելի մոտիկ է, քան 1977, որին որ համապատասխանեցված է մեր համակարգը, եթե նայենք սովետական գոստերը, եթե չեմ սխալվում, վերջի գոստերը 77-78 թվականն են ընդունած էլեկտրոէներգիայի մատակարարման։ Հետևաբար, բարև ձեզ, իհարկե պետք է։ Այս իմ ընդհանուր գնահատականն է, թե դրա տակ ընկած քաղաքական հարցերը իրանք իհարկե ունեն իրենց սեփական տեսակետը։ Կառավարությունը համարում է, որ այս պահին բաժնետերը կամ հիմնական բաժնետերը, հիմնական շահառուն չի կարողանում ապահովել որակյալ էլեկտրոէներգիա։ Ես որպես սպառող կարող եմ ձեզ ասել, որ ինձ համար որպես սպառող, Կարեն Սարգսյան, սպառող, շատ վաղուց ցանցերը մենակ վնաս են բերում։ Ասենք ես տանը ունեմ առնվազն 3 սարք, որը վառվել է իրանց ոչ որակյալ բանի պատճառով, մատակարարման պատճառով։ Պարոն Սարգսյան, անդրադառնալով քաղաքական դիտանկյունից, եթե նայենք այս ամեն ինչը, ընդդիմության գնահատմամբ սա խորհրդարանական ընդդիմության մասին է այս դեպքում այս գնահատականն ասվում, սա հեծը խլելու գործընթաց է եւ այն լավ ազդեցություն չի ունենալու Հայաստանի Հանրապետության վրա։ Դե իրական ընդդիմությունը դա մենք ենք, ասենք մեր ուժերը, Եվրատլանտյան ինտեգրացիոն պահանջող։ Դե իրենք ազգային ժողովում պատահաբար հայտնված մարդիկ են։ Նախ ես լավ չեմ հասկանում, թե ազգային ժողովը քննարկելու ընթացքում ինչու չի պահանջել փորձագիտական համապատասխան գնահատականներ, որովհետև երբ դու ազգային ժողովում ընդդիմություն ես նստած, դու ունես դրա համար բավարար ռեսուրսներ։ Եթե իրանք վերածեին սա խլելուն եւ միևնույն ժամանակ բերեին փորձագիտական գնահատականներ, որ գիտեք ինչ կա, որակը, որը ապահովում է ինքը իրական է, չգիտեմ, ինքը իր խոստացած 50 հերցով 220 վոլտ 0.1% տատանումով ապահովում է, որպեսզի մեր դատա կենտրոնները խնդիր չեն ունենում, որ ասենք քրիտիկական ենթակառուցվածքները միշտ աշխատում են նորմալ։ Ես կասեի, օքեյ, միգուցե այս ընդդիմությունը կատարում է իր գործառույթները, չի համաձայնվի, բայց ելի կասեի, որ ընդդիմությունը կատարում է գործառույթներ։ Հիմա դուք որ մեջ եք բերում իրանց խոսակցությունը, ստացվում է, որ բացառապես քաղաքական պայքարի մասին է խոսքը, որովհետև նորից եմ ասում, խլել դա նշանակում է, որ ինչ որ մեկը ամեն ինչ նորմալ էր, հիմա եկել է մեկ երկրորդը, թիվ 1-ից խլում է։ Բայց մենք փաստորեն տեսնում ենք, որ այն կողմը, որը պետականացնելու կողմնակիցն է, ասում է, որ որակը չի համապատասխանում, բերում է ինչ-որ փաստարկներ։ Մենք կարող ենք այդ փաստարկները ստուգել համաձայնվել կամ ոչ։ Դե ասում են նոր հասկացաք, որ չի համապատասխանում։ Չէ, այլ հասկացել ենք, նոր հասկացանք, այո, այս դրա համար եմ ասում, իսկական ընդդիմությունը մենք ենք, ովքեր ասում են, որ ժողովուրդ կլինի բանը իմ քայլը քաղաքացիական պայմանագիրը համ բոլոր այդ Հայաստան եւ ոչ Հայաստան դաշինքները այդ պատիվ ունեմներով գնաք արխիվացվեք հայոց պատմության մեջ
Որտեղ ժամանակն է եկել, որ դուք աչք եք փակել, հիմա նախընտրական պայքար, հա, թեմա եք թե նորից այդ նախընտրական պայքարի մեջ թե մեկը թե մյուսը գտել եք ինչ-որ մի բան, որ խոսում եք։ Դե ընտրություններ են տեղի ունեցել, պարոն Սարգսյան, նրանք են ընտրվել եւ մինչեւ Հիմա էլ 26-ին նոր ընտրություններ են, դրա համար եմ ասում։ 26-ի ընտրություններից հետո արդեն նոր մենք կարողանանք կարող ենք խոսել։ Իսկ որպես սոցիոլոգ, ինչ վերլուծություններ ունեք հասարակական տրամադրությունների հետ կապված Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների, խոսքը մասնավորապես քաղաքական զարգացումների շուրջ, ինչու ոչ նաև հենց հեծի շուրջ տեղի ունեցող այս գործընթացների։ Վերջերս հրապարակված հարցումների տվյալներ չունեմ եւ խիստ կասկածում եմ, որ եղել է։ Մերոնք ցավոք սրտի, ովքեր որ հրապարակում են, շատ հաճախ ոչ թե մեղադրում, այլ ԶԼՄՆ-ն էլ որ վերցնում են, չեն նայում երբ է իրականացվել հարցում։ Օրինակ մեզ մոտ չգիտես ինչու Հայաստանում ընդունված է, որ դեկտեմբերին իրականացված հարցումը հրապարակում են ապրիլին, ու մեկ էլ ԶԼՄ-ները վերցնում են, սկսում են դեկտեմբերի տվյալները հրամցնել ժողովրդին որպես իրականություն։ Այս պահին չկա։ Ես ընդհանուր առմամբ այն ինձ տենդենսը մենք որ ունենք, որը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների գնահատականների վրա էր, ինքը տարեց տարի գնահատում է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները որպես վատթարացող, Ռուսաստանը ավելի վտանգավոր երկիր թե տնտեսական եւ թե քաղաքական առումով, այս տենդենսը չի փոխվել, մենակ աճել է եւ հետեւաբար ցանկացած ընկերություն, որը ունի ռուսական արմատներ, կամ ռուսական շահառուներ, ինքը Հայաստանում գնահատվելու է կամ շատ հեշտ է դա կազմակերպել այնպես, որ այդ ընկերությունը գնահատվի որպես Ռուսաստանի գործակալ։ Հետևաբար ես կարող եմ ասեմ, որ եթե դուք ինձ տակ մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ 30 րոպե, ես տենց կանեմ, որ հեծը կգնահատվի որպես բան, անձամբ Պուտին, Ալիև։ Տեսեք, քաղաքական գնահատականները մի կողմ դնելով, հիմա գանք ըստ էության բուն գործընթացին եւ սեփականատերերը, ըստ էության սեփականատերը նրանք, ովքեր որ կառավարում են հեծը, արդեն իսկ հայտարարում են, որ պետք է վիճարկեն դա։ Այսինքն խոսքը վերաբերում է միջազգային ատյաններում հեծի շուրջ ստեղծված այս գործընթացը վիճարկելուն։ Չկա վտանգ, որ միջազգային ատյաներում Հայաստանը կարող է լուրջ խնդիր ունենալ։ Ես համարում եմ, որ հեծի սեփականատերը շատ երկար ապրելով Ռուսաստանում շատ վատ է պատկերացնում իրավիճակը աշխարհում։ Եթե ինքը պատրաստվում է դա վիճարկել Սիկտիվկարի դատարանում, կարող է եւ հաղթի։ Եթե ինքը պատրաստվում է գնալ Եվրամիություն դա վիճարկելու համար, ցավում եմ իր համար, ինքը Եվրամիությունում որպես Ռուսաստանի հարկատու դա բազմիցս ասել եմ եւ դա նոր եմ վերադարձել Եվրոպայից, մեկ շաբաթ 10 օր այնտեղ էի։ Տեսեք, ցանկացած Ռուսաստանի ընկերություն, որը հարկ է վճարում, ելնելով նրանից, որ 22 թվականից սկսած Ռուսաստանի ռազմական բյուջեն կազմել է 30-ից 40%, այսինքն իր վճարած 1 ռուբլու դիմաց 30-40 կոպեկ ամեն 30-40%-ով համարվում է ռազմական հանցագործությանը ֆինանսավորող։ Դրա համար Հայաստանի դիրքերը շատ ուժեր են այդ բանում։ Հայաստանի կողմը ընդհանրապես հայտարարում է, ես չեմ ուզում մասնակցեմ Ուկրաինայում երեխաների սպանությանը։ Վերջ, թեման փակվեց։ Ես չեմ ուզում, ես որպես Հայաստանի քաղաքացի չեմ ուզում, որպեսզի ես վճարում եմ, ի վերջո շահառուն Ռուսաստանում է, ի վերջո Ռուսաստան գնում է այդ գումարի ինչ որ մի մասը, ինչքան որ ուզում է լինի։ Ինքը վերածվում է նրան, որ մենք ֆինանսավորում ենք ռազմական հանցագործություններ, կներեք, բայց դա եվրոպական դատարանում բավարար է, որպեսզի հարցը փակվի միանգամից։ Եվ նույն ճանապարհով Գազպրոմը պետքա փակվի, նույն ճանապարհով պետքա դադարեցվի ռուսական երկաթգծերի գործունեությունը Հայաստանում, նույն ճանապարհով պետքա դադարեցվի Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով։ Դե ամեն ինչը դադարեցած բատեղն ինչ լինի, պարոն։ Տեսեք, խնդիրը հետևյալն է, մենք հիմա փորձում ենք խոսել այն մասին, որ ուզում ենք ինչ-որ մի կերպ բուժենք հասարակությունը։ Շատ հաճախ բուժման գործընթացը տհաճ է։ Դեղորայքները անհամ են կամ վատ համում են։ Դու ստիպված ես ինչ-որ օրակարգ պահել, որը քեզ դուր չի գալիս։ Դու ժամանակ առ ժամանակ ստիպված ես անցնել ինչ-որ ստացիոնար բուժում, բացի ամբալատորից, հա, դա նշանակում է, որ նաև քեզ ժամանակ առ ժամանակ կարող է մտցնել վիրահատության ինչ-որ մի մասը կտրեն։ Սրա մասին է խոսքը։ Մենք ցավոք սրտի 30 տարի գտնվելով սխալ է 30 տարի 1829 թվականից բավականին մեծ շերտ մեր ինքնության բան չեմ ասի վերացված Հայաստանում չկա որ դուրս ես գալի շփվում ես դրսի հետ տեսնում ես որ այնտեղ պահպանվել է
Հայաստանում չկա։ Մեզ մոտ այդ ամեն ինչը, այդ ռուսական ստրկամտությունը մտել է, որ հա պետությունը ասեց ուրեմն ճիշտ է, օ Ռուսաստանը հզոր է։ Չէ, տենց չի։ Ադրբեջանը ձեզ օրինակ, տեսեք Ալիևը ինչ անում։ Արտաքին թեմաներին եւս անդրադառնանք, որպեսզի կարողանանք տեղավորվել մեր ժամանակի մեջ, թվում է թե լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Երկու երկրներում էլ ձերբակալություններ են տեղի ունենում, արդեն պաշտոնական մակարդակով, կարելի ասել այսպես, բանավեճեր են տեղի ունենում։ Դուք իրական համարում եք այդ լարվածությունը, որտեղ կան տեսակետներ, որ սրա ռուս-ադրբեջանական հերթական կարող է լինել, այսպես, ներկայացումը։ Շատ շնորհակալ եմ ճիշտ ձևակերպման համար։ Ոչ, իհարկե դրանք իրական չեն։ Սա երկու հանցագործ, իրենք իրենցով կիսում են իշխանությունը։ Այսինքն մեկ բանդիտական խմբավորման մեջ կա երկու լիդեր, երկու ալֆա, Պուտինն ու Ալիևը։ Հիմա հարցը վերաբերվում է նրան, որ Ալիևների, Փաշաևների կլանը, որը բավականին մեծ ազդեցություն ունի եւ հիմնական ազդեցություն ունի Ադրբեջանում, չնայած այնտեղ կան այլ գործոններ, հա, նաեւ հայ-ռուսական հարաբերություններում իրանք փորձում են հասկանան, թե ով է այս երկուսից ով է կարևոր։ Բացի Ալիևից, բացի Ալիևներից Ռուսաստանում կային եւ մինչեւ հիմա դեռևս կան ինչ որ այլ ադրբեջանական շահագրգռված խմբեր, որոնք իրենց օրակարգ ունեն։ Եվ այդ օրակարգը ոչ հաճախ է համընկնում կամ հաճախ չի համընկնում, կամ որոշ չափով կոռեկցիայի է ենթարկում Ադրբեջանի կուրսը։ Եվ ես սա գնահատում եմ որպես Ալիևի եւ Պուտինի համատեղ օպերացիա։ Իրանք երկուսով փորձում են ուղղակի կարգավորել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որտեղ նորից Ադրբեջանը գոյություն չունի առանց ռուսական գազի, Ադրբեջանը ունի ստանձնած պարտավորություններ, Ադրբեջանը Ռուսաստանի հետ լուրջ խնդիր ունենալու դեպքում ներքին ընդվզումներ ունենալու, որտեղ այդ ահռելի մեծ սահման է եւ Վրաստանի Ադրբեջանը fail state է մեծ հաշվով։ Ադրբեջանը ներսից տրակացնելը Ռուսաստանին շատ հեշտ է։ Եթե Ռուսաստանը իրոք դրա մասին մտածի, Ադրբեջանը Ուկրաինա չի։ Եվ Ադրբեջանի երեք ոտքերը, կոպիտ ասած են կայունությունը, որը ապովում է, Իսրայելը, Թուրքիան եւ Ռուսաստանը, որ նայեք, իրենց մոտ բավականին լուրջ հակասություններ հիմա կան բոլոր երեքի մեջ։ Հետևաբար այս երեքից որ մի ոտքն էլ կտրես, ինքը կայունությունը սկսում է կորցնել։ Մի հատ մի մատով բրդում ես եւ վերջ։ Այս ամենին զուգահեռ նաեւ այսպեսի տեսակետներ կան, որ այ քանի դեռ ռուս-ադրբեջանական այս լարվածությունը կա, Հայաստանը պետք է օգտվի առիթից եւ Ռուսաստանի հետ սկսի իր հարաբերությունների այսպես վերաթարմացումը, գուցե եթե այսպես ձևակերպենք, բայց այդ ամենի ֆոնին Հայաստանը ժամանում Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ըստ էության փաստաթուղթ է ստորագրում, հայտարարություն է արվում, այս դեպքերի իրադարձությունների համընկնումը ինչպես կարելի է մեկնաբանել։ Տեսեք, Հայաստանում Ռուսաստանի հանդեպ պետք է լինի մեկ դիրքորոշում, որը Զմեյինի կղզու վրա ուկրաինական սահմանապահը հայտարարել է, թե ուր պետք է գնա ռուսական ռազմական նավը։ Սա պետք է լինի միանշանակ, ընդհանրապես կասկածի չի ենթարկվի, եւ եթե Հայաստանը ուզում է շարունակել գոյություն ունենալ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, ի սկզբանե ռուսական գերազդեցությունը պետք է մաքրվի տնտեսության մեջ, մշակութային ոլորտում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի հեռուստատեսությունը իհարկե բացի հեռարձակվողից գոյություն նաև այդ ինտերնետային հեռուստատեսություն չէ, որտեղ որ 90% ռուսերեն է, արգելիներս։ Դուք չեք կարող խոսել նրա մասին, որ դուք տանում եք բալանսավորված քաղաքականություն, եթե ձեր ամեն ինչը հրամցվում է ռուսերեն, եթե ձեր կրթության բյուջեի մասնավորապես, եթե չեմ սխալվում, բուն աշխատավարձերի 11%-ը գնում է ռուսերենի դասատուների վրա, այն պարագայում, որ մենք, չգիտեմ, միջազգային հարաբերությունները մեր հիմնական լեզուն անգլերենն է եւ մենք ֆրանկոֆոնիայի անդամ ենք։ Մենք չունենք կարիք 11% ռուսերենի դասատու պահելու։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պետք է չֆինանսավորվի ոչ մի բան։ Ինձ ոչ մեկ մինչև հիմա չի կարողանում բացատրել ինչի են պետական մարմինների պատերին ռուսերեն գրված բաներ։ Մենք չունենք այդպիսի պարտականություն, չունենք ընդհանրապես։
մենք չունենք ոչ մի պարտականություն գոստով ինչ-որ բան անելու։ Բայց լավ, հիմա կայակալասի այստեղ ներկա գտնվելով եւ հայտարարություններից դատելով, հիմա եվրոպացիները սպասում են Հայաստանին, թե չէ սպասում, որովհետեւ օրենքն ընդունվեց, բայց ընդդիմությունը ասում է չտեսանք մի հստակ հայտարարություն, որ ընդդիմությունը կներեք։ Խորհրդարանական, ես խորհրդարանական ընդդիմության մասն եմ խոսում, որովհետեւ այդ նախագծերը հենց խորհրդարանում են ընդունվում։ Okay, բայց իրենք չմասնակցեցին, չէ՞, եթե չեմ սխալվում, այդ քաղաքական հայտարարություններ այո, Եվրաքվեի մասին է խոսքը, ճիշտ եք ասում, շնորհակալություն։ Տեսեք, այստեղ մենք պետք է դիտարկենք երկու տարբեր տեսանկյունից։ Մենք ունենք Եվրաքվեի այդ շարժումը, որը 60,000 ստորագրություն հավաքեց եւ մտավ ազգային ժողով։ Ազգային ժողովում ընդունված օրենքը մեծ հաշվով ինքը ընդամենը եւս մեկ անգամ հայտարարություն էր, որովհետեւ դեպի Եվրամիություն շարժը Հայաստանը սկսել էր 11 թվականին, դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ։ Այսինքն այս կառավարությունը վերահաստատեց, որ 11 թվականին շարժը, որ սկսել են, կանոն ենք ծիծաղալու է, հասկանում ենք, որ բան այստեղ միակ դրականը, որ կարելի է, ես չեմ ասում, որ դա այդպես է, բայց եթե ինչ-որ մեկը շատ ուզենա գովի ես իշխանություններին, ինչ ես ու կարա ասի, որ դե օրինակ չգիտեմ, այն ժամանակ մենք գնում էինք Եվրոասոցիացիան։ Այն ժամանակ ՍԵՊԱ-ի մասին չէր խոսքը։ Այն ժամանակ Եվրոասոցիացիումն էր։ Եվ սեպտեմբերի 3-ին չարաբաստիկ Սերժ Սարգսյանին ստիպեցին հրաժարվել Եվրոասոցիացիումից, այլ ոչ թե ՍԵՊԱ-ից։ Եվ սրա մասին է խոսքը, որ եթե վերահաստատում ենք, որ մենք գնում ենք, սա Եվրոասոցիացիումն է։ Կայակալասը Հայաստանում հայտարարում է, որ Հայաստանը եւ Եվրամիությունը երբեք այսքան մտերիմ չեն ու մոտիկ չեն եղել, միած ոնց թարգմանես, երբևիցե չեն եղել, բայց ստեղ նոր փաստաթուղթ է ստորագրվում, այսինքն ինքը ոչ թե հաստատում է ստատիկ վիճակ, այլ ինքը դինամիկայի մեջ է դիտարկում։ Եվ Հայաստանը այս պահից սկսած էս ոնց է շրջանակային համաձայնագիր էր մեծ հաշվով ինքը, բայց ինքը մեծ հաշվով Հայաստանի տեղը ֆիքսում է Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ իրականացվող տարբեր ծրագրերում։ Մենք գիտենք, որ մենք ունենք խնդիրներ Եվրամիության պահանջները կատարելու, սրա մասին է խոսքը, ՍԵՊԱ-ով, ՍԵՊԱ+-ով բնապահպանական բան խնդիրներ մենք չեն կարողանում կատարել։ Սա բաց թողում է եւ սա մյուս իշխանությունների հաջորդ կառավարությունների հարցն է, բայց խոսել նրա մասին, որ այս Ադրբեջանի հետ հարաբերությունների սրվելը, բան պատճառադարձել Կայակալասի գալուն, ոչ։ Կայակալասը գնաց, եթե հիշում եք Ադրբեջան, որից հետո հայտարարեց, որ Հայաստան առանցին գալու եմ ուրիշ օրակարգով։ Այն ժամանակ, երբ Կայակալասը Հայաստան չեկավ, ես հիշում եմ շատ մարդիկ բավականին ոչ կայուն հոգեբանական վիճակում սկսեցին բղավել նրա մասին, տեսակ չէ։ Եվրոպան վերջակետը այդ հարցում դրել է, այսինքն Հայաստանը յուրացվելու է Եվրամիության կողմից, անկախ գործող իշխանությունների ցանկությունից ու եթե իհարկե բացահայտ բաներ չանեն, ասենք չգինեն, հայկական զորքերը չուղարկեն Ուկրաինա մանկապղծություն անելու կամ ասենք ստեղ ընդդիմությանը բոլոր տիպի ընդդիմություններին չսկսեն դուրսը գնդակարել կամ Վրաստանի պես ծեծել։ Այսինքն եթե Հայաստանը մնում է ժողովրդավարական ու չասեմ որտեվ դա բան չի, ուղի չի, ժողովրդավարության դաշտում, որտեղ լայն են, տարբեր դրսևորումներ կարան լինեն, Հայաստանը ի վերջո դառնալու է Եվրամիության անդամ։ Այս հարցը փակ է։ Եվրոպայում այս հարցը փակ է վաղուց, այսինքն իրանք դրան պատրաստ են։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հեռանկարում սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր։